Մայրենի 4-րդ դասարան, դաս 26։ Ուսուսի որ տանք, սարեր շուռ կտանք։ Հայկական ժողովրդական հեքիաթ։ Սողոմոն թագավորը մի փիղոն էր, այնքան հսկա էր, որ ամեն ինչ ոտնատակ էր տալիս, բայց քանի որ թագավորի սիրելի փիղն էր, անպատիժ էր մնում։ Մեծ վնաս էր հասցնում այս հսկան, մանավանդ մրջյուններին։ Պարկում ու մի քանի մրջնապալատ միանգամից էր ավերում, ոտքը դնում ու մի պալատ մրջյուն էր ջնջում, կնճիթով քաշում ու մի պալատ էր երկինք փչում։ Ճարահատյալ մրջյունները գնացին Սողոմոն թագավորի մոտ։ Իմաստուն թագավորն ապրած կենա, ասացին, քո փիղը մեր տներն ավերում, մեր ցեղը ջնջում է, արգելիր։ Ինչ, գոռաց թագավորը, մրջյուններն ով են, որ նրանց համար իմ փղի առաջ արգելք դնեմ։ Երկրորդ, երրորդ անգամ գնացին գանգատի, թագավորը դարձյալ չլսեց։ Եվ թագավորի ցույցները կտրած մրջյունները որոշեցին մեծ ժողովի հավաքվել։ Եկան աշխարհի բոլոր մրջյունները, մեծ ու փոքր, առողջ ու տկար, թույլ ու ուժեղ, անգետ ու գիտուն։ Եկան, խելք-խելքի տվեցին ու փղին հաղթելու հնարը գտան։ Մրջնավարի լուռ գործիքը պան ու փղին վայել գերեզման փորեցին։ Ծանր փնչոց ու խուլ ոտնաձայներ եկան։ Մրջյունները սսկվեցին։ Դոփ, 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 փիղը գալիս էր ավերելու։ Ու մեկ էլ թմփ, հսկան փոսն ընկավ։ Ոտքը տնկեց, մնաց ու մնաց։ Օրեր անցան, փիղը չկար։ Թագավորը ծառաներին ուղարկեց փնտրելու։ Էստեղ փիղ, էնտեղ փիղ, փիղը չկար։ Մրջնաբների մոտից գարշահոտ էր գալիս։ Գնացին տեսան, որ փիղը սատկել է։ Ծառաները Սողոմոն իմաստունին հայտնեցին. մեր թագավորը թող շատ ապրի, մրջյունները թակարդ են սարքել, փիղն ընկել է մեջը։ Սողոմոն իմաստունը ողբաց իր փղի մահը, ափսոսաց, բայց եւ մտածեց իրենից հետո եկողների համար։ Թշնամիդ թեկուզ մրջյուն լինի, մի արհամարիր։ Մշակումը Նելի Հակոբյանի։ Ուղագրական բառերն են պառկել, միանգամից, արգելել, դարձյալ, հաղթել։ Ասածներ։ Փոքրիկ մրջյունները կարող են մեծ ծառ տապալել։ Իմն ու քոնը տուն կքանդի, գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Իմաստախոսություն։ Թույլ հակառակորդին մի արհամարիր, իսկ ուժեղից մի վախեցիր։ Բառերի գանձատուփ։ Գրիր հսկա, միանգամից, գանգատ, փնտրել և ավերել բառերի հոմանիշները։ Հսկա, մեծ, միանգամից, իսկույն, գանգատ, բողոք, փնտրել, որոնել, ավերել, քանդել։ Ընտրիր և զույգերով գրիր իմաստով մոտ բառերը։ Պալատ, դղյակ, բույն, որջը, խրճիթ, տնակ, հոր, փոս։ Հեքիաթում միևնույն նախադասության մեջ հականիշների 4 զույգ կա, գտիր դրանք։ Մեծ ու փոքր, առողջ ու տկար, թույլ ու ուժեղ, անգետ ու գիտուն։ Գնացին տեսան, փիղը սատկել է նախադասությունից եզրակացրու, թե սատկել բառը երբ է գործածվում։ Սատկել բառը գործածվում է այն ժամանակ, երբ կենդանին անշնչանում է։ Մրջնաբների մոտից գարշահոտ էր գալիս նախադասությունից կռահիր։ Գարշահոտությունը վատ, թե լավ հոտն է։ Գարշահոտությունը վատ հոտն է։ Որոնք են ժողովրդական էս, էստեղ, էնտեղ, էնքան բառերի գրական ձևերը։ Դրանք են այս, այստեղ, այնտեղ, այդքան, այնքան։ Հարցերի և առաջադրանքների արգղիկ։ Որ նախադասության մեջ է ամփոփված հեքիաթի հիմնական ասելիքը։ Դա վերջին նախադասությունն է։ Թշնամիդ թեկուզ մրջյուն լինի, մի արհամարիր։ Մեր թագավորը թող շատ ապրի արտահայտության հոմանիշը գտիր հեքիաթում։ Իմաստուն թագավորն ապրած կենա։ Կազմիր ոտնաձայն, արոտավայր, մրջյուն, ավազան, փիղ գոյականների հոգնակի թիվը։ Ոտնաձայն, ոտնաձայներ,
Արոտավայր, արոտավայրեր, մրջյուն, մրջյուններ, ավազան, ավազաններ, փիղ, փղեր։ Կարդա լեզվաբանի դասը և գրիր գնալ ուղարկել բայերին ներկա, անցյալ և ապառնի ժամանակների մեկական ձև։ Գնալ, գնացի, գնում եմ, կգնամ, ուղարկել, գնաց, կգնա, ուղարկել, ուղարկեց, ուղարկում է, կուղարկի։ Պատմությունների և զրույցների զամբյուղ։ Մանուկների Աստվածաշնչում կարդա Սողոմոն իմաստունի մասին և պատմիր։ Հետևիր մրջյունների աշխատանքին և պատմիր։ Լեզվաբանի դասը։ Բայ, բայի ժամանակը։ Նախադասության մեջ բայերը կարող են տարբեր փոփոխությունների ենթարկվել և նշանակել։ Խոսելու պահին կատարվող գործողություն։ Դա ներկա ժամանակն է։ Օրինակ՝ գրում եմ, նկարում են, ներկում են։ Խոսելու պահից առաջ կատարված գործողություն։ Դա անցյալ ժամանակն է։ Օրինակ՝ գրում էի, կառուցել է, թռավ, ներկել են։ Խոսելու պահից հետո կատարվելիք գործողություն։ Դա ապառնի ժամանակն է։ Օրինակ՝ գրելու եմ, կգրես, պիտի գնանք։